ինչ տեղի ունեցավ երեկ նախագահ Քոչարյանի ձերբակալումը, դրան նախորդած Նիկոլ Փաշինյանի իր որակմամբ կրքոտ ելույթները, բայց ես կասեի մեղմ ասած ոչ այդքան հավասարակշիռ պահվածքը, ամեն ինչ տեղի ունեցավ ժանրի կանոններով, ժողովուրդ ջան, մենք դա բազմիցս տեսել ենք։ Հարց ու պատասխան, անմիջապես այս ամբիոնից հրահանգներ իրավապահ ուժային կառույցներին ամենակարճ ճանապարհն է ընտրված։ Մի ժամանակ գոնե WhatsApp-ով նամակներ էին գրում, ինչ-որ պրոցես էր գնում, հիմա այդ ձևականությունն էլ չկա։ Միանգամից այս ամբիոնից ուղիղ եթերով հրահանգ իրավապահ ուժային կառույցներին։ Քաղաքական հետապնդում եւ անձնական վրեժխնդրություն։ Այդ երկու ձևակերպումներն է բնորոշ նրան, ինչ տեղի ունենում վերջին 2 օրերի ընթացքում։ Ուսանորություն չի, նորից եմ ասում, մենք դա տեսել ենք, պարոն Յուղղալ, չէ՞։ Մենք այստեղ նստած տեսել ենք, որ Սամվել Կարապետյանը, երբ որ հայտարարություն արեց հարգելի գործընկերներ Ուժեղ Հայաստանի, մենք այդտեղ նստած, հետևում էինք այնտեղ նստած Նիկոլ Փաշինյանին, համակարգիչը բացել էր, այսպես ինչ-որ հրահանգներ էր գրում, դրանից հետո ձերբակալությունը եւ այն բոլոր գործընթացը, որ սկսվել է ձեր առաջնորդի նկատմամբ, ականատեսը դրա եղել է ամբողջ հասարակությունը։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցած իրադարձությունները եւ ընտրություններից առաջ, եւ ընտրություններից հետո, նույն Արարատ կոնյակի գինու օղի կոմբինատի հետ կապված հրահանգ անմիջապես, դրանից հետո համապատասխան պարոն Արայք Հարությունյանը եկավ, ես ասում եի, որ ձեր քաղաքական տրավմաների մուրը պարտադիր չի մեզանից հանեք, մենք դրա հետ կապ չունենք, ձեր չվերանշանակման հետ կապ չունենք։ Գայք Ծառուկյանի հետ կապված դեպքերը, ու ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, բազմաթիվ օրինակներ։ Բայց այս ընթացքում նաև հասարակության այլ շերտերել են տուժում, այլ մարդիկ, տնտեսվարողներ, բիզնեսներ են տուժում, աշխատավարձով ապրող պարզապես մարդիկ են նաև, այս ձեր արդարության հաստատման, ժողովրդավարության բաստիոնում, պարոն Յուղան, արդարության հաստատման օպերացիայի շրջանակներում տուժում։ Օրինակ, ինչպես Գագիկ Ծառուկյանի բիզնեսների հետ կապված, երեք էլ բազմաթիվ բիզնեսներ կապարանակնքվել են։ Ինչ կարաք ասեք, ինչի։ Այդ մարդիկ ինչ են անելու, այդ գույքը վերցնելու են, տանեն իրանց տուն, գողանալու են, ինչ են անելու։ Հարյուրավոր մարդիկ աշխատում են։ Այդ մարդիկ հիմա անորոշության մեջ են, ինչ պետք է անեն։ Ապօրինի է, չգիտեմ ինչ է։ Լավ, թող այդ մարդիկ շարունակեն աշխատել։ Բայց դու գիտեք դա ինչի եք անում, որ հետո վերցնեք, իբր տակ ժողովրդին, բայց իրականում ձեզ վերցնեք, հետո տակ ձեզ համար հաճո որևէ օլիգարխի։ Սխեման շատ պարզ է։